Բարև ձեզ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում այսօր զրուցելու եմ հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ, հանրային գործիչ Հայկ Մանասյանի հետ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ հաղորդման երկրորդ հատվածում գովազդից անմիջապես հետո կարող եք զանգահարել էկրանին երևացող հեռախոսահամարով եւ ձեր հարցերն ուղղել մեր հյուրին։ Պարոն Մանասյան, շնորհակալ եմ այս ձևաչափով մեզ միանալու համար։ Հուսով ենք այս անգամ կընդունենք հեռախոսազանգեր։ Ձեր վերջին ելույթում ավելի կոնկրետ բանավեճի ընթացքում դուք Հայաստանի իշխանությունների վարքագիծը համեմատեցիք գործազուրկի հետ, որը իր աշխատանքային այդ ռեզյումեները տարբեր տեղերում է թողնում եւ սպասում է թե ով իրեն կկանչի աշխատանքի, այդպիսի համեմատություն արեցիք։ Հիմա ինձ հետաքրքիր է, եթե Հայաստանի կարգավիճակն այդպիսին է, ապա թուրքական պատվիրակությունը արդյոք կգար Հայաստան եւ կքննարկի հայկական կողմի հետ այդ սահմանը բացելու հարցերը, այսինքն այդքան պարապ են թուրքական կողմը, որ գան եւ այդպիսի հարցեր քննարկեն, եթե մենք այդ կարգավիճակում ենք գործազուրկի։ Տեսեք, գործազուրկի տունն էլ կարող է ուզենան գան ձեռքից առնեն ու դրա համար որոշակի իրավական կամ կեղծ իրավական գործընթացներով գան եւ նրա տան վրա սկսեն կամ բանկից գան մեքենան կամ չգիտեմ մի ուրիշ գույք արգրավելու եւ դա նշանակում է որ ինքը գործազուրկ չի դուք հասկանում եք Հայաստանի Հանրապետությունը ինչ աստիճանի է կորցրել իր սուբյեկտայնությունը դուք դա հասկանում եք Դուք ինչ եք հասկանում կորցրած սուբյեկտայնություն ասելով։ Փորձեք պատկերավոր ներկայացնել, այսինքն մենք ինչ ունեինք, արդյոք մենք ինչ որ սուբյեկտայնության մակարդակ ունեինք եւ որը կորցրեցինք։ Մի փորձ երուստադիտողների համար ավելի པարզ բացատրեք, որպեսզի հասկանան։ Մենք ինչ ունեինք եւ հիմա ինչ ունենք։ Մենք սովետական միության փլուզումից հետո հարևանների, այսինքն սովետական, պոստսովետական երկրների համեմատ այն գրեթե նույն մակարդակին էինք, ավելի մի բան էլ բարձր, առաջիկա տարիներին հայ ժողովուրդը իր տաղանդը մոբիլիզացնելով, որոշակի խնդրի շուրջ, հայկական հարցի կամ չգիտեմ արցախյան հարցի շուրջ, մոբիլիզացվելով, իր լավագույն դրսևորումները անձնազոհության գնով այդ տարիներին արել է, հետագայում պատերազմի հաղթանակից հետո մի քանի սերունդ իշխանությունների սեփական շահի, անհեռատեսության, անբարո գտնվելու արդյունքում մսխել են այդ ամբողջ կապիտալը, որ ձևավորված էր, մսխելուց բացի հիասթափեցրել են մարդկանց, դեգրադացրել են մարդկանց բարոյական, քաղաքական, ինչ ասեմ, տնտեսական հնարավորությունները մի մասը արտագաղթել է այդ ամբողջ ճանապարհին մի մասը չէ 1 միլիոն մարդ արտագաղթել է այդ ամբողջ ճանապարհին մի մասը մնացել եւ այստեղ լրիվ էսպես բարոյալքվել է նույնիսկ կարելի ասել բարոյազրկվել է մի որոշ մասն էլ հիասթափության հուսահատության կամ չգիտեմ հոգեբանական պաշտպանական մեխանիզմով ինքը իր համար ինչ որ մի հատ այսպես հեքիաթ կամ միֆ է ստեղծել կամ ինչ որ ցինիկությամբ համակվե ու ապրում այլ դե ասում է էսա կյանք, էսա։ Ու հիմա այս ամեն ինչի արդյունքում, երբ որ ես ասում եմ Հայաստանը ինչ աստիճան սուբյեկտայնություն ունի, Արցախյան երկրորդ պատերազմից հետո սրա կրկնակի ավելի վատ է եղավ։ Ու հիմա ժողովուրդը, մարդիկ ոչ պայքարին են հավատում ոչ նվիրվածությանն են հավատում, ոչ միմյանց նկատմամբ ձեռքի տալով այս վիճակից դուրս գալուն են հավատում, ոչ էլիտաներին են հավատում։ Ժողովուրդը գիտի, որ էլիտաները դատարկություն են, էլիտաներն էլ ժողովրդին դիտարկում է որպես ժեղ։ Այս տեսակ, եթե հիմնարկ լիներ, այդ հիմնարկը քանի օր կարար աշխատեր։ Այս տեսակ հիմնարկը Ու հիմա մենք փոխանակ այս վիճակից դուրս գալու լուծումներ որոնենք ու այդ լուծումները կան, այնպես չի որ բարդ են, բայց ամեն մեկն ուզում է ինքը այդ լուծումը առաջարկի, բայց խելքը չի հերիքում այդ լուծումն առաջարկելու համար։ Ամեն մեկի խելքը չի հերիքում։ Առավելագույնը, որ հայ քաղաքական միտքը կարողանում է անի, դա հույսի վաճառականությունն է, որ դե եթե սպիտակը չի, ուրեմն սևն է։ Ասեք ցույց ես տալի, խնձորը ասում ես ինչ գույնի է, ասում է սպիտակ։
Հետո քթքթին ուտում է, պատժվում է այդ սխալի համար, ասում է ուրեմն սև է։ Այն գերես խնձորը ոչ սպիտակ է, ոչ սև է։ Ռուսաստանի ձեռքի տակից դուրս գալով եւ անձնատուր լինելով Եվրամիությանը դու չես գտնելու քո երազանքը, քո բարեկեցությունը։ Դուք այդպես վստահ եք, որ մենք Ռուսաստանի ազդեցությունից դուրս են Ձեր համար ինչ տարբերություն գաղափարական հենքը սա է։ Ձեզ համար ինչ տարբերություն Էլիզա, հələ թողենք գործընթացը ինչպես է գնում։ Իշխանության գաղափարական հենքը դա է։ Իշխանության գաղափարական հենքը մուտիլովկան է, կներեք այս բառի համար, մուտիլովկան է եւ վերընտրվելը։ Այլ գաղափարական հենք չկա։ Մի օրինակ բերեմ, 1000 ներողություն ես օրինակի համար։ Փոստի գետերային թող լինի, պարոն Մանասյան։ Հա, բայց նայեք ոնց է, ուրեմն կենսաբանության դասերի ժամանակ դպրոցում այսպեսի մի օրինակ կա։ Ջրափոսից վերցնում են մի 2-3 կաթիլ ջուր, այսպես միկրոսկոպի տակ ձգած փռում են այդ ջուրը, միկրոսկոպով նայում են, այնտեղ կան ամեոբաներ, ասենք, չգիտեմ, ինֆուզորիաներ, միաբջիջ օրգանիզմներ։ Այս կաթիլի մի ծայրից մի քիչ աղես ավելացնում, միկրոսկոպի տակ երևում է, որ բակտերիաները փախչում են, միկրոօրգանիզմները փախչում են այդ աղի զոնայից։ Մյուս ծայրին մի քիչ շաքար ես ավելացնում, երևում է, որ բակտերիաները, մանրեները դեպի այդ շաքարն են վազում։ Այսինքն այսպես բնազդային մակարդակի բան է, որտեղ ծեծում են, այնտեղից փախնում են, որտեղ կերակրում են, այնտեղ վազում են։ Բայց չի կարող մի ամբողջ ազգ, չի կարող մի ամբողջ պետություն այս մակարդակի ռազմավարություն ունենալ, որտեղ կծեծեն, այնտեղից կփախնենք, որտեղ կկերակրեն, այնտեղ կվազենք։ Հաբա հաջորդ օրը ամբողջ գյուղատնտեսությունը, մասնավորապես մսամեթերքի արտադրությունը, դրա վրա է հիմնված, կերակրում են, վերջում են մորթում են։ Դուք այդ հաշվի առնում եք ժողովուրդ։ Ցանկացած գերտերություն Հայաստանի ինչն է պետք, ցանկացած գերտերության։ Հայաստանի ինչն է պետք, ժողովուրդը, ճանապարհներն ինժեներներն Հայաստան, այո, ընդհանրապես աշխարհագրական դիրքը, այսինքն քո ամենամեծ պոտենցիալը այս պահի դրությամբ դա քո աշխարհագրական դիրքն է, ու այդ աշխարհագրական դիրքն էլ տալիս ես ամերիկացիներին, որոնք պետք է տրամադրեն դա ադրբեջանցիներին։ Ինչու են տրամադրելու, այսինքն ինչ է դա նշանակում, ամերիկացիները վերցնում են տան ադրբեջանցիներին։ Բա ում են տալի։ Ինչու են տալու ադրբեջանցիներին։ Որովհետև ադրբեջանցիների պահանջն է դա, ընդհանրապես Թուրքիայի եւ Ադրբեջանի գերխնդիրը վերջին 100 տարում եղել է Թուրքիան միացնել Ադրբեջանին, միջիացնել Միջին Ասիային։ Այդ ճանապարհի վրա ընկած է Զանգեզուր։ Ու Զանգեզուրը նրանք փափուկ ուժի, կոշտ ուժի, չգիտեմ, միջին ուժի, դիվանագիտական ճանապարհով, քաղաքական ճանապարհով, տնտեսական ճանապարհով, դեմոգրաֆիկ խնդիրներ ստեղծելով եւ իրենց հոգուտ իրենց լուծելով, իրենք փորձելու են դա անել։ Լավ կլինի մենք հասկանանք դա։ Երբ որ մենք գնում ենք խաղաղության, նշանակում է, ինչպես է Նիկոլ Փաշինյանն ասում, Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, բայց Ադրբեջանը Զանգեզուրը չի ճանաչում Հայաստանի կազմում։ Այն որ ընդ նախաստորագրում է, ուշադիր չի ստորագրում։ Նախաստորագրել նշանակում է չի ստորագրել։ Այն որ ինքն դուք բացառում եք, որ մի օր կստորագրի, պարոն Մանասյան։ Ես բացառում եմ, որ նա մի օր կհրաժարվի Զանգեզուրը վերցնելու իր ծրագրից, եւ դու պիտի պատրաստ լինես կոնտրծրագրերի, նույնիսկ մի քայլ առաջ անցնելու։ Դե դա պարզ է, այո, բնական է։ Հեչ պարզ չի։ Մի հատ նայի այսօրվա մեր իշխանություններին, ովքեր ճակատագրում են մեր վաղվա օրը։ Նրանք ճակատագրում են մեր ներկան։ Նայի այսօրվա իշխանություններին, նայի նրանց համակիրներին իբրև թե ընդդիմադիր դաշտում, որպես արևմտամետ դիրքավորված։ Մի հատ նա ինչ են ասում։ Վերջ, հեսա, խաղաղություն է, գնում ենք Եվրոպա, հեսա Թուրքիայի հետ սահմանը բացվում է, բա թող բացվի։ Ես էլ եմ ուզում բացի։ Հիմա կոնկրետ վերադարձեք այս իրադարձությանը։ Թուրքական պատվիրակությունը քրեչի ղեկավարությամբ։ Ասենք թուրքական, չէ՞ դա չինական է, քեզ համար ինչ տարբերություն։ Սահմանի բացումն է հարցը այստեղ։ Հիմա ձեր կարծիքով Այո, սահմանը կբացեն թե չեն բացի, ասում եմ Զանգեզուրի վրա աչք ունեն։ Դու ինչ կոնտրքայլ, օրինակ դու գիտես Զանգեզուրը ոնց են ուզում քեզանից վերցնել։ Գիտես ինչ քայլեր են դրել։ Շատ բան կարող են ուզել, պարոն Մանասյան, մենք կարող ենք ասել խաղաղություն, բայց խաղաղությանը զուգահեռ պատրաստվել։ Էլիզա ջան, այդ շատ բան իրանք ինչքան ուզեցե, այնքան ստացել են։
Իրանք հենց հիմա իրանք շատ ուզացի Ես ձեր ասածներին այնպես չի որ հակադրվում եմ։ Ես պարզապես ասում եմ, որ այո, նրանք կարող են ուզել, նրանք այո իրենց ծրագրերից չեն հրաժարվի, Հայաստանն էլ գուցե խոսում է խաղաղությունից, բայց զուգահեռ պատրաստվում է, հասկանում է, որ սա կորցնելը կնշանակի Ինչո՞վ է պատրաստվում Հայաստանը։ Հայ ժողովուրդը ինչով է պատրաստվում։ Հիմա ձեր մեղադրանքները ավելի շատ հայ ժողովուրդը ճլորած, ոչ մի բանի ունակ, անլվա մի ժողովուրդ, դա հրապարակային կարող են ասել, ու դրա վրա մարդիկ կարող են հարյուրներով լայք հավաքել։ Այսօր Հայաստանին կարան գոլ խփեն ֆուտբոլադաշտում, ու քո ժողովուրդը կարա բալետ անի այդ գոլ խփողին։ Ինչին է պատրաստվում Հայաստանը։ Ռոնալդուն է խփե, գիտեք։ Վերջ, բալետն է, քո դարպասին է խփե, այ ընկեր, քո դարպասին է խփե։ Այսօր Հայաստանը, հայ ժողովուրդը հասցված է այս մակարդակին։ Ժողովուրդ սա ձեզ համար սիմպտոմ չի։ Ես բժիշկ մարդ եմ, մի թեթև գույնը որ գցած է լինում, դու գնում խորանում մինչև օնկոլոգիա, մինչև ռուսկաբանություն կասկածներ ես քո մեջ առաջացնում, ու մինչև չստուգես, չբացահայտես, չհամոզվես, չհերքես, չես հանգստանում։ Այս սիմպտոմները ձեզ հետ չեն մտահոգում։ Կոպիտ ասած մարդը արյունով փսխում է, դուք հետ չեք մտահոգվում, այս մարդու մոտ կարող է ներքին արյունահոսություն է։ Մեր ժողովրդի մոտ ներքին արյունահոսություն է։ Նա ոչ կմնա, բայց հաշվանդամ։ Հասկանում եք։ Հիմա դուք պատրաստվում եք դադարեցնել այդ արյունահոսությունը։ Եվ ինչպես եք պատրաստվում։ Հենց հիմա ստեղ նստած ասում եմ, հələ մի հատ ուշքի եկեք։ Ով ուզում է լինի ձեր երկրի դարպասին գոլ խփողին երկրպագել, ողջունել։ Դուք բաղուց եք ասում ուշքի եկեք, հիմա կոնկրետ գործնական ինչ եք առաջարկում, ինչպես պետք է հանրությունը ձեզ հետևի եւ ինչ ծրագրով մենք ուշքի գանք։ Մենք քաղաքական նախաձեռնություն ենք արել, որը ավելի ճիշտ է ասել այսպես քաղաքական հասարակական նախաձեռնություն ենք արել, որը դառնալու է զուտ քաղաքական ու դաժե ընդամենը ժամանակի հարց է։ Այն բոլոր գաղափարները, որոնք ես ներկայացնում եմ, սրանք քննարկվում են ընկերների հետ, սրանք քննարկվում են բանակցություններում այլ նոր ուժերի հետ կամ այլ նոր անձանց հետ, կադրերի հետ։ Պրոցեսը գնում է եւ քաղաքական շարժումը կամ քաղաքական սուբյեկտը, կազմակերպությունը լուծումներ պիտի առաջարկի։ Լուծումները մեր կողմից առաջարկվում են։ Մասնավորապես, առաջին, դադարեք հետևել կամ ողջունել այս կամ այն երկրի հպատակությանը ապավինող գործողություններին ուժերին չի լինելու։ Մենք մեր ուժերով պիտի մեր հարցը լուծենք։ Սպասի, դրսին պետք է ընդամենը մեր տարածքը։ Առաջինը եկեք սա հասկանանք։ Առաջինը եկեք չխաբվենք։ Մինչև մեր ժողովուրդը, դեռ ամենաառաջինը ինչ պետք է անենք, ամենաառաջինը պիտի թույլ չտանք մեզ խաբել եւ մենք ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Ամենաառաջինը ինքնախաբեությամբ մի զբաղվեք։ Եթե նույնիսկ սուտը քաղցր է, եթե նույնիսկ սուտը ձեզ մի պահ այսպես հանգստացնում է, ժողովուրդ ջան, հանգստանալ եք ուզում, 2 տաբլետկա անտիդեպրեսանտ խմեք։ Պետք չի երկիրը տուրը տալ հանգստանալու համար։ Նիկոլը մինչև այսօր 7 տարի իշխանության է։ Իր կադրային բազան չձևավորեց, այսինքն չունի այնքան կադր, որ երկրի անհրաժեշտ բոլոր պետական պաշտոններում, որոնք նշանակովի են, կարողանա կադրեր ապահովել, կոմպետենտ կադրեր։ Մի 7 տարում չկարացավ։ Ու այսօր մարդիկ ասում են, Նիկոլը չլինի, ով լինի։ Մանասյան Հայկը, Նիկոլը չլինի, ով լինի։ Մանասյան Հայկը, ինչ պետք է անել։ Պետք է Մանասյան Հայկին եւ նրա ընկերներին բերել իշխանության։ Այդ դա է պետք անել։ Պարոն Մանասյան, դուք շատ լավ բան եք ասում, ոչ մի հայ վստահ եմ չի ցանկանա իրեն տեսնել ինչ որ երկրի կցորդի կամ հպատակի կարգավիճակում, բոլորն էլ կցանկանան վարել ինքնիշխան քաղաքականություն, լինել մաքսիմալ անկախ, սեփական ուժերի վրա ամուր կանգնած, սեփական ոտքերի վրա։ Բայց դուք կորանեք, որ մենք Արցախյան պատերազմում պարտվել ենք, մենք ունենք լուրջ խնդիրներ եւ այս իրավիճակում պատկերացնել, որ Հայաստանը կկարողանա միայնակ կանգնել սեփական ոտքերի վրա շատ ամուր, դա
չեն հավատում միայնակ, որովհետեւ տեսեք աշխարհում ոչ ոք միայնակ կանգնած չի։ Ձեր ասածը դա չի նշանակում։ Այսպես իրեն բանը ուշագնաց ընկած չի ու նրա հետ համագործակցում են։ Համագործակցում են այն սուբյեկտների հետ, ովքեր իրենց մեջ ուժ են գտնում, առնվազն ոտքի վրա կանգնելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չփորձեց պատերազմից, պարտված պատերազմից հետո այդ ուժը գտնել եւ ոտքի վրա կանգնել։ Այնքան միֆ եք իրար վրա ասում։ Մեր այդ մեր մյուս խնդիրն է, իդեաները դարել են խոսույթ։ Այսինքն գաղափարը, որի տակ կա մի ամբողջ կոնստրուկցիա, դարել է մակերեսային, սպասեք, չընդհատեք։ Դարձել է մակերեսային խոսույթ։ Խնդրում եմ չընդհատեք։ Այդ մակերեսային խոսույթն է, որ Հայաստանը պարտվել է։ Այո, մենք պարտվել ենք, բայց Նիկոլ Փաշինյանը գնացել է այդ պարտության։ Նա գնացել է պարտության ճանապարհով Ղարաբաղը հանձնելու այդ ազատագրած կամ գրավված ինչպես կուզեք ընդունեք շրջանները վերադարձնելու ճանապարհով։ Նա գնացել է դրանով, ասում եմ առաջի քայլը դա թույլ մի տվեք, որ ձեզ խափեն եւ ինքնախապեյությամբ մի զբաղվեք։ Այս ֆիքսեցիք, որ մեզ էշիտեղ են դրել, տարեք կոտորել են, որ ու դա եղել է արևմտյան, ռուսական, թուրքական, ադրբեջանական ծրագիր։ Այդ ծրագիրը իմացել են բոլորը, այդ թվում մեր իշխանությունները, ու մեզ էշիտեղ դրելով տարեմ մորթել են։ Այդքանը հասկացաք։ Դե հիմա նորից ասեք Հայաստանը պարտվել է։ Ես դա չեմ ուզում ասել, դուք համաձայն չեք, որ յուրաքանչյուր հայ կցանկանա լինել մաքսիմալ։ Հիմա երկրորդը յուրաքանչյուր հայ չի ուզում լինի անկախ։ Եթե մարդիկ ուզենան ամենեկը մի հատ ածը բացած կներ, չէր գնաց նրա հիմնարկում աշխատեր։ Հազարավոր եւ 100,000-ավոր մարդիկ, փաստեք չէ, 100,000-ավոր մարդիկ աշխատում են նրա հիմնարկում։ Նրանք իրենց ածն չեն բացում, այսինքն մարդկանց ձեռը տալի, ուրիշի ձեռի տակ աշխատել, կազմակերպչական հոգսը թողնելով այլոց վրա։ Սա ես ցույց եմ տալի մարդու բնույթը, նույն ձևի հայ ժողովուրդը չի ուզում իր սեփական հիմնարկն ու բիզնեսն ունենա, ուզում է գնա մեկի ձեռի տակ աշխատի, հայ ժողովրդի մի զգալի մասը այդպես է ուզում։ Ու մի ձեզ խափեք, թե գիտեք հայ ժողովուրդը ով չի ուզում ինքնիշխան լինի, հենց հայ ժողովրդի մի զգալի մասը չի ուզում ինքնիշխան լինի։ Մի խափեք ձեզ, մի խափեք, սուտ եք ասում, ինչ նախադասություն ասում եք, սուտ եք ասում, դրանք խոսույթներ են, մակերեսին վերընկած ընդամենը ինչ-որ պատկերացումներ, իսկական գաղափարները թողած մի կողմ, իսկական գաղափարների ստվերն են դրանք ընդամենը, ինձ տեսնում եք, չէ հիմա պատկերացնեք իմ ստվերը պատին, ու հիմա վերցրել եք իմ ստվերը, ուզում եք հասկանաք ես ով եմ, դուք իմ արտաքինը տեսնելով չեք հասկանում ես ով եմ, նույնիսկ իմ կես և երեզանից յուրաքանչյուրը, մեր կեսագրականը իմանալով չեն հասկանում մենք ով ենք, բայց պատի վրայի մեր ստվերը խոսույթ է այսինքն, վեր են կացել գաղափարներ են, ես գաղափարը լավ է, ես գաղափարը վատ է, հասկացանք պարտվել ենք, Զանգեզուրը քո սուվերեն տարածքն է, Իրանն ասում է մի տուր, Արցախում դու չուներ ոչ մի դաշնակից, ոչ ոք Արցախը պահելու, քեզ օգնելու հարցում բան չէր, Ռուսաստանն էր որոշակի պարտավորված, Ռուսաստանի շահերն էր դա, զենքով մատակարարում էր, բայց ոչ այն աստիճան, որ դու կարողանաս հաղթես, նամանավանդ ասում եմ, քո իշխանության առաջ հաղթելու խնդիր չի եղել, եղել է մի քանի օրվա պատերազմ կանենք, հետո կկանգնացնեն պատերազմը, հետո հողերը կտանք, Ադրբեջանը չկանգնավ, մի քանի օրից ոչ Մակրոնը կարողացավ կանգնացնել, ոչ Թրամփը կարողացավ կանգնացնել այն ժամանակ ինքներ, վերջում Պուտինը բարիշեց, վերջում չէ, ընթացքում մի անգամ հոկտեմբերի 19-ին առաջարկ է լինում, Նիկոլը հրաժարվում է, հոկտեմբերի 19-ից հետո արտգործնախարարը մեկնում է ԱՄՆ, հույսով որ ԱՄՆ-ն ավելի լավ բան կառաջարկի, ԱՄՆ-ն ասում է գնացեք ձեր գլխի ճարը տեսեք, նոր վերջում գնում են Պուտինին ասում են ինչ կարաս, ոնց կարաս անես, Պուտինը բանակցում եւ կանգնացնում է, գիտեք, նոյեմբերի 9-ի կետով։ Հիմա սա պլանավորված մեր գլխին սարկած գործընթաց է, բայց Հայաստանի Հանրապետության Զանգեզուրի մեղրիի վրա Սյունիքի վրա մենք ունենք մարդիկ, ունենք ուժեր, ունենք երկրներ, որոնք պակաս երկրներ չեն աշխարհում, որոնք պատրաստ են ստեղ քեզ աջակցել, առնվազն Իրան, Ռուսաստան, Չինաստան։ Եթե ձեզ թվում է, որ Չինաստանը
Խիստ շահագրգիռ է, որ գա ճանապարհը Հայաստան մեղրիով անցնի, չարաչար սխալվում եք։ Մի քանի թվեր ուղակի բերեմ։ Եկեք գովազդային ընդմիջման գնանք, պարոն Մանասյան, գովազդ հայտարարենք մեր եթերում, որտեղ եթերաժամանակը սահմանափակ է, մենք ունենք նաև հեռախոսազանգեր, սիրելի հեռուստադիտողներ, գովազդից անմիջապես հետո նաև զանգերին կպատասխանենք, իսկ դուք հիշեք, թե որտեղից եք սկսել գովազդը մեր եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ուղիղ եթերում Նոյան տապանը շարունակում է իր աշխատանքը, ես հիշեցնեմ, որ զրուցում եմ հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ, հանրային գործիչ Հայկ Մանասյանի հետ։ Պարոն Մանասյան, զանգերը շատ են, զանգին պատասխանենք, հետո շարունակենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում ենք ձեզ, հիշեցնեմ, որ պետք է հարց ձևակերպեք, հարգելի հեռուստադիտող։ Այո, ես ուզում եմ մեր դակտերին երկու հատ հարց տամ։ Դակտեր ջան, ինչ որ ասեցիք, ամեն ինչը մեղրի նման ճիշտ ես ասել։ Շատ շնորհակալ եմ քեզ, ամենալավ ազնիվ խոսում ես, այդ քեզի դրական շատ հարգում եմ։ Ամեն ինչը որ ասում ես, ես քեզի շատ հարգում եմ, ամեն ինչն ճիշտ ասեցիք։ Հարցը հարգելի հեռուստադիտող։ Okay, հարցը սենա, այս Ալիբաբան 40 ավազակները, քանի որ նստել են աթոռին, այս մեր երկիրը տեղ չի հասնելու։ Դրանք խափում են։ Հարցը, պարոն, խնդրում ենք։ Իմ հարցը սրա վերջը դակտեր ջանի ճանելու։ Ահա, շնորհակալություն։ Վերջը իմանամ։ Շնորհակալություն։ Եթե վերջը անկառավարելի թողենք, լինելու այնպես, ինչպես եղավ օրինակ, ասենք Սահակաշվիլիի վերջը, ինչպես եղավ, չգիտեմ, Ասադի վերջը, չգիտեմ, կամ ամենաշատը Նիկոլը կփախնի, մնացածը կմնան ստեղ պատժի տակ։
Այսինքն եթե ինքնահոսի թողենք, բայց մեզ պետք չի ուղակի մեկի պատժվելը, մեզ պետք է որ այս ընթացքը չփոխարինվի մեկ ուրիշ ապիկարով, որովհետև երբ որ դուք ասացիք Ալիբաբան 40 ավազակները, ես չհասկացա, դուք նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, թե նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներին, որտեղ բոլոր դեպքերում եղել է մի Ալիբաբա ու եղել են 40 ավազակ, այ մենք նախ պետք է այս ցիկլից դուրս գանք, այս Ալիբաբա 40 ավազակ ցիկլիստ պիտի դուրս գանք, իսկ դրա համար իրոք նախաձեռնողական, ինչպես հիմնարկներում, մեկը նախաձեռնում է հիմնարկ է ստեղծում, մյուսները գնում նրա հետ միասին աշխատում են, բայց մեր դեպքում ով մին բան նախաձեռնում է, ռեալ ասում են, չէ ասում են, են խափեբան, են աշխատավարձ չտվողը, են չգիտեմ, եսի ինչ անողը նա ավելի լավն է, որտեղ նա ավելի հարուստ է, գնանք նրա ձեռի տակ աշխատենք, նա հարուստ է, իսկ դու որ խելացի ես, ստարտափ ես, ամբողջ աշխարհը ստարտափերի վրա է զարգանում, մեր երկրում ստարտափը բանը ժողովրդի համար, դե ասում է ինչ ստարտափ, ինչ բան, այն հի փդած մի հատ համակարգ կա, գնանք դրա հետ ապրենք, այնպես որ ինձ պետք է այս Ալիբաբա 40 ավազակները ցիկլից դուրս գալ, իսկ նրանց վերջին չալելու նրանք կանգնելու են դատարանի առաջ։ Դուրս գալ ընտրություններով, պարոն Մանասյան, ընտրությունները խախտեցին հեղափոխությամբ, բայց նախ ընտրությունը ինստիտուցիոնալ եղանակ է իշխանափոխության ու դրանից պարտադիր է օգտվել։ Եվս մեկ զանգ, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ Տիկին Զախարյան, բարև ձեզ պարոն Մանասյան, ողջունում եմ ձեզ հեռավոր Գրենդելից։ Նախ մի փոքր ուղում 20 թվականի պատերազմին ԱՄՆ-ն ոչ թե ասեց գնացեք ձեր գլուխի ճարը տեսեք, այլ առաջարկեց սկանդինավյան Սուտ եք ասում։ Լսեք, պարոն Մանասյան, եթերում բանավեճ չենք անում։ Տիկին Զախարյան, Սուտ եք ասում։ Որտեղ սա եթերում է։ Սուտ եք Պարոն ասում։ Մանասյան, համբերեք կպատասխանեք, լսում ենք, դա հարցը ձևակերպեք, հարգելի հեռուստադիտող։ Այո, սա հարցի մի մասն է։ Պարզապես ձեր հյուրը ապատեղեկատվություն է տարածում, ես Կանդադառնա հյուրը, շատ լավ։ Հասկանալի ԱՄՆ-ն առաջարկում է սկանդինավցիներ, մերոնք մերժեցին։ Հիմա անդրադառնալով հարցին, նախ մի տարական փաստ ներկայացնեմ, որպեսզի հարցը հասկանալի լինի։ Տարական փաստ, վերջին 3 տարի առաջ դուք ձեր երկիրը, պարոն Մանասյան, կորցնում էր ջերմուկը Ռուսաստանի միջոցով եւ Ադրբեջանի միջոցով։ 3 տարի ինչ Եվրոպան եւ Արևմուտքը ներգրաված է, նրանք փրկում են ձեր պետությունը, Սյունիքը եւ ձեր սահմանները։ Եթե մենակ ձեր տարածքը պետք լիներ Արևմուտքին, նրանք պարզապես կտային այն Ադրբեջանին։ Եվ Արևմուտքը եւ ԱՄՆ-ն եւ Եվրոդիտորդները 3 տարի փրկում են ձեր Հարցը հարգելի հեռուստադիտող։ Հարցը հասկացա։ Հարգելի Տիկին Զախարյան, սա հարցի մասն է, եթե սա չասեմ, հարցը հասկանալի չի լինի։ Մեր ժամանակը սահմանափակ է։ Հետաքրքիր հարց է։ Ես տալիս եմ հարցը, սա հարցի մի մասն է։ Խնդրում եմ բացատրեք, պարոն Մանասյան, եթե ես հասկանում եմ ինչու հաշվի առնելով այս ֆակտը, որ Արևմուտքը փրկում է 3 տարի ձեր երկիրը, ես հասկանում եմ ինչու Ռուսաստանը պետք է դեմ լինի կամ ռուսական քարոզչական մեքենան այդ Արևմուտքին, բայց ասացեք խնդրեմ, ինչու ձեր նման հայ մտավորականը բժիշկը պետք է Արևմուտքի դեմ լինի կամ ասի, որ մենք պետք չենք Արևմուտքին, եթե դուք իրականում ռուսական գործակալ չեք։ Շնորհակալություն, բայց խնդրում ենք առանց որակավորումների, առանց պիտակավորումների, հարգելի հեռուստադիտողներ, դուք էլ կխնդրեմ էմոցիոնալ Առաջինը, ինչու պիտի Արևմուտքին դեմ լինի, եթե ռուսական գործակալ չի։ Էլ եմ ասում, այս երկու կողմնորոշումների մեջ մոլորվածները չեն հասկանում, որ կան մարդիկ, որոնք ոչ թե կողմնորոշված են, այլ դիրքորոշված են։ Սուվերեն Հայաստան, ինքնիշխան Հայաստան, իր սեփական ոտքերով, սեփական իմունիտետով, սեփական առողջություն ապահովող Հայաստան։ Ու ինձ մեկը Ռուսաստան կլինի, թե կլինի Արևմուտք, ինձ վասալ դարձնողը, ինձ որպես գործիք օգտագործողը, մեկը մյուսի դեմ սա գործիք է օգտագործում ու մենք սիրով գնացել ենք այդ գործիքի դերը ստանձնելու։ Ուրեմն առաջին վերջի հարցից գամ, ահա թե ինչու ոչ ռուսական գործակալը, ոչ էլ Արևմուտքի գործակալը ասում է ես կողմնորոշվելու խնդիր չունեմ, ես դիրք որոշելու, դիրք որոշվելու հարց եմ լուծում, սա առաջին։ Երկրորդ,
Արևմտյան աջակցությունը այստեղից գամ, այո, ճիշտ եք ասում, ռուս-ադրբեջանական համագործակցությամբ ջերմուկից սպառնալիք էր եւ մտան եւ այսպես ասած մի լավ վախացրեցին մեր աչքը եւ արևմտյան դիտորդները եկան ու կասեցին դրան։ Հիմա հարց արևմտյան դիտորդը որ եկել է, որ դու ինչ լինես պաշտպանված, դիցուկ։ Բայց այդ ինչի այդ ընթացքում քո զորքը չի դառնում ինքնուրույն, այդ նույն ջերմուկը պաշտպանելու աստիճան ինքնուրույն։ Ինչու 3 տարի շարունակ մենք մնում ենք նույն այդ արևմտյան դիտորդի հույսին։ Ես ուզում եմ ասել էլի որպես բժիշկ, եթե քո իմունիտետը դրսից է սպասարկվում, ու ներսում սեփական իմունիտետը չի առաջանում, իսկ կարող է դրսից սպասարկումը միտեղ քեզ վատություն է։ Ոնց որ դու գիտեք, չէ, նպաստով ոնց են փչացնում մարդկանց, դարձնում անբան։ Այսինքն մարդը ունի կարիք, հետո սովորում է նպաստին ու դառնում է անբան։ Հիմա հարց, արդյոք արևմտյան դիտորդները քեզ անվտանգության թոշակառու դարձնելով քեզ չես սարքում անբան ռազմական պաշտպանական տեսանկյունից, քեզ չէ դարձնում անբան սեփական իմունիտետն ու դիմադրողականությունը ունենալու տեսանկյունից։ Եթե դա զուգորդվեր սեփական զորքերի սեփական սպառազինության աճով, ես կհասկանայի։ Բայց դա պետք է Հայաստանի իշխանությունն անի, պարոն Մանասյան, ոչ թե դիտորդները։ Սա ծրագիր է, սա իրարից անկախ չեն, սա մի մեծ ծրագիր է, մի ընդհանուր ծրագիր է։ Հայաստանի իշխանությունն էլ հլու հնազանդ լսում են նրանք ինչ են ասում։ Սպասեք հիմա տեսեք ինչ է տեղի ունենում։ Ուրեմն Ադրբեջանն ասලා Հայաստանը չպետք է զինվի։ Դա Ադրբեջանի պահանջն է։ Հայաստանը չպետք է զինվի։ Բոլոր նշանակալի բարձունքները Ադրբեջան հայկական սահմանին մտել է մեր տարածք եւ վերցրել է։ Բայց դիտորդները քիչ են ասում հետ գնացեք։ Այդ դիտորդները այդ ծրագրի մի կտորն են, որով դու պիտի սեփական բանակ չունենաս։ Ժողովուրդը չի պահանջի ու կմնա դիտորդի հույսին։ Եթե դիտորդ օրինակ չի լինում, ինչ է տեղի ունենում։ Ժողովուրդը Նիկոլին ասում բանակ բեր այ ընկեր, բանակ կազմակերպի։ Նիկոլը 5 րոպե չէր մնա։ Այսինքն դիտորդները առաջինը պաշտպանում են ոչ թե Հայաստանի անվտանգությունը, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության անվտանգությունը, որովհետև եթե ջերմուկից մտեն, առաջինը Նիկոլն էր թռնելու, իսկ Նիկոլը պետքա թե Ալիևին, թե Արևմուտքին, թե Էրդողանին, միգուցե նաև Պուտինին։ Էսի սենց, ես ինքնիշխանության դիրքերից եմ խոսում, ես իմ սեփական իմունիտետն ու բանակն եմ ուզում։ Հիմա մյուս հարցը։ Այն որ սկանդինավյան խաղաղապահներ, ժողովուրդ ջան, էլի ասեցի, կա խոսույթ, այսինքն սուտ մակերեսին դրված թվեր եւ կա գործընթաց։ Դու մի գործընթաց, մի բանակցություն գիտեք, որտեղ թղթով, առաջարկով, պաշտոնապես եղել է սկանդինավյան խաղաղապահների առաջարկ ու Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է դրանից։ Դուք տենց մի բան գիտեք։ Մենք դա չգիտենք, բայց մենք գիտենք, որ դա խոսույթ է, էլի եմ ասում, որ ասում է 80 տարեկանը ասում է, չգիտեմ, այսքան կարում է ակտիվություն ցուցաբերի, ասում է դու էլ ասա։ Հիմա այդ օդից խոսք է։ Բերեք ինձ, ես ուրեմն բան չեմ, էլի ջահել չեմ, թազա մեյդանից եկած կամ բանը փափախագլխից չեմ ներկայացել սարերից նորիչած։ Բերեք փաստաթղթային, փաստական հիմնավորում, որ եղել է նման առաջարկ ու Հայաստանը հրաժարվել է։ Քանի չեք բերել այս առաջարկ, ասենց այնքան հեքիաթ կարելի է պատմել ու սա սարքել արտաքին քաղաքական կամ դարքաղաքական։ Պարոն Մանասյան, բայց նաև մենք փաստ ունենք, որ Արայիկ Հարությունյանը կարող էր Ֆրանսիայում ոչ թե ռուս խաղապահների համար մանդատ ուզել, այլ ասել, որ աշխարհ օգնեք մեզ, ռուս խաղապահները չեն կարողանում իրենց գործառույթները իրականացնել, մենք գտնվում ենք շրջափակման եւ Էլիզա ջան, ուրեմն պայմաններում ժողովուրդ ջան, բաներ կա, որ ես չեմ կարող միջև վերջ խոսել։ Սուտ է։ Ինչն է սուտ։ Ծայրից ծայր սուտ է։ Արայիկ Հարությունյանը կարող էր Ֆրանսիայում այլ բան պահանջել։ Բանակցային գործընթաց, որտեղ բան են խոսում, եւ կա ժողովրդին դա ինչ որ ձև մատուցելու, ինչ որ ձև կերցնելու գործընթաց։ Դուք այդ ժողովրդին ինչ որ ձև մատուցելու, կերցնելու գործընթացը շփոթում եք իրական բանակցային գործընթացի հետ։ Դուք դա շփոթում եք իրարից։ Նույն այդ Արայիկի գնալը, չգնալը, Ֆրանսիայի մտնելը սուտ է։ Ֆրանսիան իր դեմքն է ուզում փրկի, Արևմուտքն իր դեմքն է ուզում փրկի, Ռուսաստանն իր դեմքն է ուզում փրկի։ Այս ամեն ինչը ջարդում են։ Չէ, բայց կարող է չէ Արայիկ Հարությունյանը այնտեղ վատ դրության մեջ դնել բոլորին։ Բերան ունի, որ Ամերիկան ուզենա ստեղ մտնի ենթադրենք։ Բոլորն էլ հրաժարվել են, ինքը չկարողանա Ամերիկային օգտվել։ Հիմա
Հիմա միակ դեպքը ասում եմ մեր սուվերենությունը եւ Զանգեզուրը Սյունիքը պահելու։ Դա մնացած բոլոր ուժերի հաշվեկշիռը մեր օգտին ծառայեցնելն է։ Եկեք հեռախոսազանգի պատասխանենք։ Բարև ձեզ, մենք ձեզ լսում ենք։ Բարև ձեզ։ Այո։ Լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Հարցը ձևակերպեք, հարգելի հեռուստադիտող։ Ես հարց եմ ուզում։ Նիկոլը ճիշտ է անում, որ Թուրքիայի հետ բան անում։ Հարաբերությունները փորձում կարգավորել, շատ լավ, շնորհակալություն։ Ճիշտ է անում։ Ես կողմ եմ ցանկացած հարաբերությունների կարգավորման։ Նոր բերեցի մի աբջիջների բանը, որ աղը մի տեղից լցնում են, այդտեղից փախնում է ինֆուզորիան ամեո բան, շաքարը լցնում են մի կողմից, բանը դեպի այդ շաքարի կողմա գնում մի աբջիջ բնազդը, այսպես ասած։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ամբողջ այդ ռազմավարությունը մի աբջիջ բնազդն է։ Դա ոչ թե այսպես ասած ինքը այլ տարբերակ ունի, այլ տարբերակ չունի։ Այլ տարբերակ չունի։ Լարսով անընդհատ շանտաժ են անում, անընդհատ փակում են։ Իրանով չգիտես ինչու առանձնակի դուրս գալու արտահանելու բան չունի, ուզում է Թուրքիայով արտահանման տարբերակ կամ Թուրքիայից ֆինանսական աջակցություն։ Ներդրումները Հայաստանում այս տարիների ընթացքում կտրուկ պակասել են, արտադրությունը կտրուկ պակասել է, եւ Նիկոլ Փաշինյանին մնում է միայն Թուրքիայից ներդրումներ Վրաստանի օրինակով աղերսելը։ Հիմա հարաբերությունների կարգավորմանը ես կողմ եմ հատկապես Թուրքիայի հետ որպես հարևան եւ որպես հզոր տնտեսությամբ եւ ոչ միայն տնտեսությամբ երկիր, բայց հարաբերությունները կարգավորում են երկկողմանի, ինչի դիմաց։ Եթե նրանք իրոք ուզենային առևտրի համագործակցության նույնիսկ դաշնակցել իրար հետ, այս կոնտեքստում համագործակցեին, կներնեինք հանրային քննարկում կանեինք, շատ եք ուզում վերջում էլ հանրակրվեով կորոշեինք այո թե ոչ, բայց հիմա նրանք ուրիշ բան են անում, ասում են մի այսքան մեզ իրավունքներ տուր մեղրու վրա, մենք 50 տարվա ընթացքում գիտենք այսքանը ոնց կդարձնենք այսքան։ Դու հիմա վերընտրվի, հետո մենք կգանք կասենք միջազգային կոնվենցիաներով փախստականները ոնց պիտի վերադառնան։ Առաջին խումբը մի 30 հոգի սպեցնազ կուղարկի, ասենք հիմա 100,000 ենթադրենք 80-ից 100,000 ապրել են, չէ Հայաստանում։ Այդ մարդկանց թորները հիմա 18 տարեկան են։ Ադրբեջանը ասում 18 տարեկան է, չէ, պետք է գնաս բանակ, չէ, արի գնա Հայաստան։ Գնա 2 տարի այս գյուղում քո պապական փլած տանը կա վերակառուցեք, գնա նստի 30 հոգի, 2 տարի հետո կուղարկի 60 հոգի, խո ռազմեջի կուղարկում է մահվան բերան, մտնում են Հայաստան։ Հիմա կբերի փախստականի անվան տակ կդնի դրանց, հետո կանցնի եւս որոշ ժամանակ կգա 80 հոգի, հետո կանցնի եւս որոշ ժամանակ կգա 80 կին, այդ 80 հոգու հետ ամուսնանալու, ու այսպես նրանք 50 տարում այդ խնդիրը լուծելու են, սրան պատասխան կա։ Սրանք կոնտր քայլեր մի քայլել առաջ անցնելու հնարավորություն կա, բայց այսօր մեր ազգը, ժողովուրդը, ու մեծամասնությունը, հա, մի զգալի մասը, ոչ թե մեծամասնությունը, եւ մեր էլիտաներն ու իշխանությունը այս ուղղությամբ չեն մտածում ու պատրաստվում։ Ես տեսնում եմ ինչա տեղի ունենում ժողովուրդ։ Ես Եվրոպայի, այսինքն 2-0-ով ասում եմ, եկեք Հռոմի ստատուտ պիտի ընդունենք։ Ես անձամբ ես ասում եմ Հռոմի ստատուտ պիտի ընդունենք։ Ինձ ասեք միջև հիմա քանի ադրբեջանցիա դատվե կամ քանի ռազմական հանցագործա դատվե, պատասխանատվության ենթարկվե մեր արևմտամետ կողմնորոշմամբ։ Ոչ մի, նույնիսկ հետ են կանչե, հիմա կասեք Նիկոլն է, չէ հետ կանչե, դա ընդհանուր ծրագիր է, դա ընդհանուր ծրագիր է, դու պետք է այդ Հռոմի ստատուտը ուղղակի Պուտինին քայլ էին անում, որ դու չես մտնելու, վերջ։ Բայց այն որ այսինքն Եվրոպայի խնդիրը լուծվեց, Եվրոպայի չէ, Եվրամիության խնդիրը լուծվեց, Արևմուտքի քաղաքական այդ ձրակերների խնդիրը լուծվեց։ Հələ գնացեք այդ Արևմուտքի երկրներից հարցրեք, այդ ժողովուրդներից հարցրեք դեմոկրատական, Եվրամիության ղեկավարությանը կողմ են, նրանց սրտով այն ինչ անում է Եվրամիության ղեկավարությունը, իրենք իրենց հարցը լուծեցին, եկավ հարցը մեր հարցը պետք է լուծվի, չէ ասում է, հնարավոր չի, հետ կանչեք։ Ու հետ կանչեցի Եղիշե Կիրակոսյանի գլխավորած խումբը։ Եկեք զանգի պատասխանենք։ Լսում ենք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հազար բարև ձեզ։ Շատ հարցեր եմ իհարկե համաձայն եմ ձեր հյուրի հետ։ Մի հարց ուղղակի նախորդ ուրեմն զանգողներից մեկը երկարաբար խոսեց հարցից եւ մի երկու անգամ արտահայտեց ձեր երկիրը։ Այսինքն այդ մարդը հայ չի։ Նա թուրք է։ Եվ
Հարգելի հեռուստադիտող, դուք չեք զանգահարել, որ նախորդ հեռուստադիտողին պատասխանեք, խնդրում եմ հարգեք, մեր եթերը ունի կանոններ։ Մենք ստիպված ենք ընդհատել, որովհետև դուք եթերը չեք հարգում, իսկ մենք նման բան թույլ չենք տա մեր եթերում։ Այս խոսքից հարց ձևակերպել, տեսեք, ըստ էության, եթե մարդը ԱՄՆ քաղաքացի է, նա ԱՄՆ քաղաքացի է, նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի, բայց կա երկքաղաքացիություն։ Եթե մարդը երկքաղաքացի է, այս դեպքում էլ երկու երկրի քաղաքացի է։ Դե եթե մարդը իրեն չի զգում, որ Հայաստանի երկիրն է, հիմա դրա համար վիրավորել նախագահը Թրամփն է, հասկանում եք, իր նախագահը բան չի, Խաչատուրյանը չի։ Բայց այստեղ մի հատ շատ կարևոր հարց է, որ հարգելի ժողովուրդ, եթե նույնիսկ գտնում եք, որ իրոք տենց է, որպեսզի մենք Սփյուռքը պահենք, մենք պետք է Սփյուռքին ներգրավված ունենանք, որպեսզի Սփյուռքը մի սերունդում չանհետանա, որպես հայ ժողովրդի կարևորագույն մաս ներկայացուցիչ, արժեբանականով էլ, որպես պոտենցիալ էլ, մենք պետք է իրանց մասնակից դառնանք, այսինքն այո մեր երկիրն է, եւ եթե մեկը հնդունում է, որ ինքը Ամերիկայի քաղաքացի է, ու Հայաստանը այդքանով դառնում է ոչ թե իր երկիրը, այլ իմ երկիրը, ճիշտ է ասում, եթե այսպես գրագետ քաղաքագիտական ձևակերպենք դա այդպես է, բայց միևնույն ժամանակ դա ռիսկ է, որ մենք կկորցնենք Սփյուռքը։ Եվ օրինակ բանի դեպքում, Իսրայելի դեպքում այդ հարցը շատ հեշտ ու շատ արագ լուծված է։ Ցանկացած մեկը, որ այսպես այս է ցարեց, ինքը դառնում է Իսրայելի քաղաքացի, այսինքն Իսրայելի տեր։ Այնպես որ այդ հարցը մենք պետք է լուծենք, բայց այդտեղ մի ուրիշ հարց էլ միանգամից ասեմ, որ Ադրբեջանը խնդիր ունի այդ փախստականների վերադարձով Հայաստանում ստեղծել ադրբեջանական Սփյուռք, ոչ թե Հայաստանի ենթադրենք ազերի քաղաքացիներ։ Նա ուզում է դա դարձնի Հայաստանում ադրբեջանական Սփյուռք, անելու է, այս մի տարին չի խոսա դրա մասին։ Այս մի տարին կսպասի, մինչև Նիկոլը ընտրվի, Նիկոլին չի խանգարի, որտեղ սա լուրջ արգումենտ է, որով շատ մարդիկ նույնիսկ Նիկոլին համակրող կարող է ասեն Նիկոլ, այս մեկը չեղավ։ Բայց հենց այտենց էլ լինելու է ընտրություններից հետո։ Դրա համար Նիկոլն ասեց, փախստականների վերադարձի օրակարգը, այսինքն խոսույթը, խանգարում է խաղաղության օրակարգին, այսինքն խոսույթին։ Գործընթացներից չի խոսում, այլ մակերեսին եղած այս խափուսիկ խայծը խանգարում է մեկը մյուսին, կներեք, խանգարում է մեկը մյուսին։ Դրա համար ժողովուրդ ջան, խնդրում եմ, ուշադիր եղեք այս հարցի վրա։ Ես բայց Չինաստանի հետ կապված բան պետք է ասեմ։ Մեկ զանգել պատասխանենք եւ լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում ենք, հարգելի հեռուստադիտող, կխնդրեմ հարց ձևակերպել։ Ես այդ մարդու հետ եմ ուզում խոսամ։ Այո, հարց ձևակերպեք։ Լսում եմ, ասեք, լսում եմ։ Իմ հետ է խոսում, թե ուրիշի հետ։ Ձեզ հետ հեռուստաէկրանին մի քանի վայրկյան հետ է կադրը։ Ձեր հեռուստացույցի ձայնը իջեցրեք եւ հարցը ձևակերպեք, հարգելի հեռուստադիտող։ Իջեցրած է։ Հիմա լսում ենք ձեզ։ Ասեք, լսում ենք ձեզ։ Օրինակ, շատ ներողություն, Նիկոլը ճիշտ է անում, որ Թուրքիայի հետ բան անում, բանակցում է։ Շնորհակալություն։ Մենք պատասխանեցինք, հարգելի հեռուստադիտող, դուք բանակցի ինչքան հնարավոր է, եթե այդքան կա էլ, ինչքան հնարավոր է շատ, բայց բանակցի ոչ թե հանձնվելու մասին, ոչ թե ինչպես է զիջելու, որ մի տարի էլ կամ 5 տարի էլ մնա իշխանության, այլ բանակցի սեփական երկրի շահերը առաջ տա։ Այդ շահերն էլ տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Հիմա Նիկոլի մոտ դա իրական Հայաստան է կոչվում այդ շահերը։ Դա ո՞րն է։ Ընդունենք այս ընկած, հալածված, ծեծված վիճակը որպես փաստ, որպես իրականություն եւ անուն դնենք իրական Հայաստան ու սենց ապրենք։ Տուրիզմը մեծացել է։ Տուրիզմը ռեկորդային ցուցանիշ ա գրել։ Այս է իրանց հաջողությունը։ Այսինքն որ մի քիչ շատ են պրոստին լվանում, սրա նրա տակը փռելու։ Դա նշանակում է հայազգը կայացավ, բայց հայազգը պրոստին լվալու պոտենցիալն է իր տնտեսական զարգացման հիմքը, թե ինժեներական միտքը, թե մշակույթը, արվեստը, թե գաղափարական, չգիտեմ, հումանիտար մտքի գաղափարական, այսպես դրսևորումները բարձրագույն։ Էդ է մեր պոտենցիալը։ Եվ մեր երկիրը խաչմերուկ, որ անունը դրել է խաչմերուկ, այդ որտեղ է այդ խաչմերուկը։ Դու հələ Սյունիքդ պահի, անձեռնմխելի, բայց նա Սյունիքը դրել է բանակցությունների առարկա, Մեղրին դարձրել է բանակցությունների առարկա։ Ցանկացած երկրում, եթե ղեկավարը իր սուվերեն տարածքը սարքեց, դարձրեց բանակցությունների առարկա, այդ ղեկավարը արդեն դավաճան է։
Ես երբեք Նիկոլին դավաճան չեմ ասել, այսքան արավիկներից հետո ես չեմ ասել։ Ես հիմա մենակ մի փաստ ունեմ։ Եթե դու քո սուվերեն տարածքը դրել ես, բանակցությունների առարկա ես դարձրել, եթե Ալիևն է մեղրին ներկայացնում Չինաստանում, Եվրոպայում Ալիևն է մեղրին ներկայացնում, որտեղ վերականում ասում է ճանապարհները բացելու են Զանգեզուրի միջանցք։ Ալիևն է դա ներկայացնում։ Դե բռնապետների այդ ակտիվը կարող էր այսպես արտահայտվել, պարոն Մանասյան։ Բռնապետության հետ ոչ մի կապ չունի։ Դա ԱՄՆ-ին ինչու չասեց, Վաշինգտոնում ինչու այդ տերմինը չօգտագործեց։ Դա բռնապետության հետ ոչ մի կապ չունի։ Վաշինգտոնում Թրամփն էր նստած, Թրամփի կողմից ինքը եւս ստացավ Ամերիկայում ստորագրություն, որտեղ գրած է անխոչնդոտ բառը։ Անխոչնդոտը քաղաքական process-ներում, փաստաթղթերում կոչվում է նեղուցային ծովային իրավունքի մասակազմում նեղուցի կարգավիճակ, որտեղ քո սուվերենությունը սահմանափակվում է։ Դու կարաս ճանապարհը փակես, բայց խիստ հիմնավորումներով դա ցամաքային ճանապարհների համեմատ ունի էական պակաս, այսպես իրավասություն։ Հիմա այդ անխոչնդոտը գրելու համար իսկ նրանք կգան մեզ ելի խոսույթ, սուտ։ Դա անխոչնդոտ նշանակում է, որ քար չեն գցելու ավտոյի տակ։ Ավտոյի առաջ բան չենք անելու, չենք պարկելու։ Էս անխոչնդոտը։ Անխոչնդոտը դա չի այ ընկեր։ Նա գնաց այդ անխոչնդոտ բառը ստացավ, պայմանագիրը ստորագրեց, Exxon Mobil-ի պայմանագիրը ստորագրեց, նախաստորագրությունը չեմ ասում։ ԱՄՆ-ի հետ։ Միսկի խումբը լուծարեց, ու էլիս էս մի քանի բան նվերներով էս եկավ որ պապան բանը իրիկունը գործից գալիս ասես նվերներով, տոպրակներով։ Այդտեղից վերադարձավ Ադրբեջան։ Նիկոլը ինչ բերեց։ Նախաստորագրություն եւ Ամերիկայի հետ ստորագրություններ, որոնց տակ հատուկ նշած է Ամերիկայի հետ բանը այդ հուշագրերում։ Այս կետերը, այս ստորագրությունները ոչ մեկի ոչինչ չի պարտավորեցնում։ Հատուկ նշած։ Իսկ երկող ֆորմատով ԱՄՆ-ի հետ ստորագրվածի հիման վրա ամերիկյան պատվիրակություն է գալու Հայաստան, պարոն Մանասյան։ Հենց այնպես են գալիս, լավ ժամանակ, այդքան ազատ ժամանակ ունեն, հենց այնպես գալիս են ամերիկյան պատվիրակությունը։ Տանում են ձեռից հետ։ Երգիրը են տանում, իրանք գիտեն ինչի են եկել։ Բայց դու գիտես իրանք ինչի են եկել։ Իրանք գիտեն ինչի են գալի։ Վերջը կտան Իսրայելին այդ ճամփեն։ Կարաս ասես չեն տա։ Գրածա միտեղ որ չենք տալու երրորդ կողմին։ Հակառակը գրածա երկուսից համաձայնությամբ երրորդ կողմերին։ Այն գերետի 40 կիլոմետր ճամփեն է, դից ճամփայա որ մի հատ երրորդ կողմերին է։ Դուք համարում եք, որ այդ հայ ամերիկյան ստեղծվող ընկերությունը ինչ իսրայելցիներն են։ Դա կառավարելու։ Ինչ եք ասում, եթե կա պայմանավորվածություն, որ հայ-ամերիկյան ընկերություն է ստեղծվելու եւ որն է կառավարում է իրականացնելու։ Նշանակում է Հայաստանում բացվելու է մի ընկերություն, որը մասնավոր ընկերություն է, ճիշտ է։ Հիմա կարամ ես վաղ առնեմ այդ ընկերությունը։ Ամբողջ իր բաժնետոմսերն առնեմ։ Հիմա դուք դավադրությունների դավադրություն չի, դա ամբողջ աշխարհի բիզնեսը տենց է աշխատում։ Ես կարամ մասնավոր բիզնեսը ծայրից ծայր առնեմ։ Կարամ։ Ախի չի կարա Իսրայելը առնի։ Քիչի կարա առնի։ Ես դեմ չեմ ձեր մտահոգություններին, պարոն Մանասյան, ամեն տեսակ մտահոգություն կարելի է այդ հարցերի հետ կապված հիմնարկի կամ ջուր գյուղի մասին, խոսքա գնում մեր ունեցած միակ հայրենիքի մասին, միակ պետության մասին։ Խոսքա գնում դրա մասին։ Չինաստանի հարցը, բայց այստեղ ես ուզում եմ կարևորը ասեմ։ Դուք հաճախ կլսեք, թույլ տվեք էսի ասեմ, էլի։ Դուք հաճախ կլսեք, որ ասում են, գիտեք, յանի Չինաստանը կողմ է։ Նախ մի անգամից ասեմ, Բաքու Կարս ամենակարճ ճանապարհը, դա Իջևանով, Գյումրի, Կարս անցումն է, որտեղ 30 կիլոմետր ճանապարհ պիտի կառուցվի Ֆիալետովորից Վանաձոր, երկաթգիծ։ Ամենակարճ երկաթգիծը Չինաստանին հետաքրքիր է, մենակ երկաթգիծը։ Չինաստանը գազ, նավթ արտահանելու չունի։ Չինաստանին հետաքրքիր է միայն երկաթգիծը։ Ուրեմն, ամենակարճ ճանապարհը Բաքու, Կարս, դա անցնում է Իջևանով, ոչ թե Մեղրիով։ Եվ այդ ճանապարհը 150 կիլոմետր ավելի կարճ է, քան այն ճանապարհը, որ անցա մեր հաշվարկներով։ Խոսրով Արությունյանը հաշվել է, ասում է 200 կիլոմետր։ Մեր հաշվարկներով, մեր քարտեզագետների հաշվարկներով, հիմնադիր զավակների էլի։ 150-145 կիլոմետր այդ ճանապարհը ավելի կարճ է, քան Մեղրիով անցնող ճանապարհը։ Ուշադիր։ Այստեղ Հայաստանով անցնում է, ասենք թե մոտավոր 200 կիլոմետր երկաթգիծ։ Այնտեղ Մեղրիով անցնում է 40 կիլոմետր։ Ադրբեջանցիները Թուրքերի հետ միասին ուզում են դա, քանի որ կիլոմետրաժով է հաշվում։
քանի կիլոմետր են անցնում, ավելի ճիշտ ծախսերով է հասնում։ Երկիրը ինչքան ծախս անում այդ ճանապարհի վրա։ Եթե երկիրը շատ երկար տարածություն է սպասարկում, ուրեմն շատ ծախս է անում ասֆալտի վրա, երկաթի վրա, սպասարկման վրա եւ այլն։ Հիմա դա տանում են Կարսից Իգդիրից իջացնեն Նախիջևան շրջանցելով Հայաստանը եւ միայն Մեղրիի հատվածում Հայաստանից օգտվելով փշալարի տակով Հայաստանին դուրս թողնելով այս ամբողջ իրական ծրագրից։ Էդ են ուզում իրանցով անել։ Հիմա այսինքն Չինաստանին է պետք, Չինաստանին Մեղրիով չի պետք։ Չինաստանին պետք է Իջևանով մտնի դուրս գա Կարս։ Ավելին այս թուրքերի հիմիկվա կառուցվողը Մեղրիով անցնողը մի քանի 20-25 կիլոմետր ավելի երկար է, քան այսօր Վրաստանով անցնող երկաթուղին։ Հենց այսօր Վրաստանով անցնողը ավելի կարճ է։ Սա էլ իր հերթին իմացեք էլի ուղղակի։ Եվ երրորդը Չինաստանը այսօր միջինասիական էներգակիրների հիմնական սպառողներից է։ Այսինքն Ղազախստանն է, Ուզբեկստանն է, Թուրքմենիանը Չինաստանի ձեռքի տակ են որպես էներգակիրների երկիր։ Վաղը երբ որ այս էներգակիրները շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը Ադրբեջանով հանեցին Եվրոպա, Չինաստանը կորցնում է իր մատակարարներին, առնվազն գների փոփոխություն է լինելու ի վնաս Չինաստանի։ Այսինքն Չինաստանը այնքան հիմար չի, որ մի այդ երկաթուղու խաթր, որը Վրաստանով էլի եմ ասում, 25 կիլոմետր ավելի կարճ է, քան թե Մեղրիով անցնողը, որ այդ մի երկաթուղու խաթր թույլ տա, որ իր հիմնական իր ձեռքի տակ եղած էներգակիրները գնան հասնեն Եվրոպա, ինչա թե ինքը ընդեղ չգիտեմ։ Ու չգիտեմ դրա դիմաց ինքը ինչա շահում։ Ոչ մի բան։ Այսինքն Չինաստանը թեկնածու է, որպես թեկնածու է, որ կարող է ստեղ մեզ համար լինի դաշնակից, որ ճանապարհը չանցնի Մեղրիով, ճանապարհը անցնի Իջևան, Վանաձոր, Գյումրի, Կարս, որը ավելի կարճ է։ Զանգի պատասխանենք, վերջին զանգը, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Հարցը հարգելի հեռուստադիտող։ Լսում եք։ Այո, լսում ենք։ Ես խորհրդանշել եւ պարոն Մանասյանի հարցում եմ։ Հարցը հետեւյալն է։ Ազգային ժողովի ընտրությունները մի քանի ամիս է մնում։ Այո։ Եվ մեր համանadrությամբ կուսակցական պետք է լինի, թե կարող է որպես անհատ մասնակցել։ Անկուսակցական, բայց կուսակցության ցուցակով։ Եկեք հարցը հիշենք, հետո կպատասխանեք, պարոն Մանասյան։ Okay, այո, անկուսակցական հիմա պարոն Մանասյան, կիսում են ձեր մտահոգությունները։ Ոչ բոլորը, բայց հիմնականում դուք մասնակցելու եք ազգային ընտրություններին։ Անպայման։ Okay, դա ողջունելի է։ Որևիցե կուսակցության թե դեռ չեք որոշել։ Ձայն, լիբերալ, իսկ ավելի ճիշտ լիբերտար պահպանողական կուսակցություն կա։ Մի հետ բանակցություններ ենք։ Ինչպես։ Ինչ։ Հիմա կայ Այո, որը ընդհանուր չի մասնակցել մաքուր կուսակցությունն է, ամբասիր կուսակցությունն է, ամբից կուսակցությունն է, իրենց հետ արդեն պայմանավորությունը կա, որ իրենց ցուցակով մեր առնվազն սա մինիմում պրոյեկտն է, միգուցե վաղը դաշինք կազմենք եւ այլն, բայց մինիմում պրոյեկտ ապահովված է, պայմանավորվածությունը կա կուսակցության, որի հետ, որի ցուցակով մենք գնալու ենք ազգային ժողովի ընտրություններին։ Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում, ես ուզում եմ տեսնեմ ձեզ ազգային ժողովում։ Շնորհակալ եմ։ Եվ երրորդ հարցը Նիկոլ Փաշինյանի վարչապետի ալտերնատիվ ունենք մենք այսօր։ Մանասյան Հայկ։ Ես զարմանում եմ ինչի այդ ծիծաղալու։ Ես զարմանում եմ այդ ինչի է ծիծաղալու էլի։ Զարմանում եմ։ Չէ, ես պարզապես իմ կարծիքն եմ ասում, ես քանի որ ես նախքին ու ներկա դժվարությունը կա, ես չեմ տեսնում ալտերնատիվ։ Դրա համար էլ այսօրին ենք։ Հիմա եթե պատկերացնեք, որ պարոն Մանասյանն է մասնակցելու եւ շանսեր ունի հաղթելու, ինչ կարող եք, ինչ հարց կտաք պարոն Մանասյանին։ Ամենակարևոր հարցը, որը կտաք իշխանության հավակնող քաղաքական ուժի ներկայացուցիչին, որն է ձեր կարծիքով։ Առաջին մեր անվտանգությունը ոնց է պարոն Մանասյանը ապահովել։ Ոնց է կնեք ապահովել մեր անվտանգությունը։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Մեր երկրի բոլոր մարդիկ են ուզում անվտանգություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք հեռախոսազանգի համար։
Քանի րոպե ունենք։ Շատ սահմանափակ է, խնդրում եմ 1 րոպեում տեղավորվեք։ 2 րոպեում, հա գոնե։ 3 բաղադրիչ կա, տնտեսական, ռազմական, տնտեսական, դիվանագիտական, կարելի է հերթականությունները փոխել։ Ուրեմն ռազմական բաղադրիչը ոչ մի երկիր, անգամ Միացյալ Նահանգները միայնակ իր անվտանգության հարցը չի լուծում, դա լուծում է անպայման ՆԱՏՕ-ը ձևավորել, այսինքն էլի մի շարք։ Նույնը Չինաստանը այսօր իր անվտանգության հարցի համար գնում է համագործակցությունների եւ այլ։ Հիմա նայեք, Հայաստանը այսինքն, սա գնում ենք դիվանագիտություն։ Ներսում բանակը պետք է ունենա ոչ միայն զորք, որը պատրաստ է առաջին հարվածը վերցնել, այլ ամենակարևորը մոբիլիզացիոն ռեսուրս։ Մոբիլիզացիոն մարտունակ ռեսուրս հնարավոր է ազգային գվարդիայի, իսկ ավելի ճիշտ աշխարհազորի գոյության դեպքում Հայաստանը պիտի ունենա 100-120 հազար առնվազն աշխարհազոր քաղաքացիական մարտիկ ռեգուլյար պատրաստվող անհրաժեշտության դեպքում, ինչպես Միացյալ Նահանգներից հատկապես դա լավ գիտեն, նացգվարդիան ոնց է ձեր մոտ։ Այդ ձեր նացգվարդիայի պես աշխարհազոր, սա առաջի ռեզերվն է լինելու, որտեղ ռեզերվից չունես ռեզերվ, չունես բանակ։ Մնացածը կամավորներով եւ պրոֆեսիոնալներով բանակը կառուցում է, ռազմական գործիչները փոքր միջոցներով, փոքր սուղ ռեսուրսներով, այսօրվա տեխնոլոգիայի պարագայում այս հարցը կարող են լուծել։ Դիվանագիտականում, ելի եմ ասում, պայմանագրային կոնկրետ խոսակցություններ, որ երկիրը կլինի Ֆրանսիան, համաձայնա ռազմական համագործակցության, ստորագրի եղբայր։ Չինաստանը պատրաստ է ռազմական համագործակցություն, ստորագրի եղբայր։ Ռուսաստանը պատրաստ է գործը ցույց տուր տեսնեմ։ Կոնկրետ ոչ թե լապշա կախելով նարատիվների մակարդակով, այլ կոնկրետ դիվանագիտությունը արդյունքով, գործով, որ ժողովրդին չքյոլմստել։ Եվ տնտեսականին ամենակարևորը, տնտեսականի զարգացման համար երկրում իշխանությունը պետք է ապահովի արդար դատական համակարգ, կանխատեսելի տնտեսություն, հարկերի քիչ ցածր հարկեր, սեփականության իրավունքի անձեռնմխելիություն, բանկային գաղտնիքի հարգում։ Սա արեք ու Հայաստանը կդառնա տնտեսական հրաշքի երկիր։ Շնորհակալ եմ բովանդակալից էմոցիոնալ հարցազրույցի համար, պարոն Մանասյան, մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ, հանրային գործիչ Հայկ Մանասյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանի երևացող QR կոդով, իսկ մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը մինչ հանդիպում։ Thank you.